Իմ սիրելի հայ ժողովուրդ, այսօր մարտի 30-ն է, և մենք այսօր ընտրելու ենք համայնքապետի մեր Գյումրում։ Քարոզարշավի ընթացքում շատ բաներ խոստացման, շատ բաներ խոսացին, շատ ծրագրեր քննարկվեց, կարևորը եղավ մեկ բան։ Ամեն ինչ անցավ հարթ և այրուն չթափվեց։ Ինձ համար դա շատ կարևոր է, բազմիցս շեշտել եմ ևս շեշտում։ Այն մարդիկ, ովքեր որ կուզեն այսօր տանը մնալ և ինչ-որ չափ չգնան այս կամ այն պատճառներով դրատեղամաս, հիշեք, Պանթեոնում կան պարգած տղաներ, որոնք իրենց կյանքն են զոհել այս հողի ու ջրի համար։ Պանթեոնում կան տղաներ, ովքեր որ իրենց խիզախությամբ մեզի տվել են այսօրվա մեր ապրելու հնարավորությունը։ Հիշեք այն մարդկանց, ովքեր որ ձեր այսօրվա խաղաղ ապրելու համար կյանք են տվել։ Եվ դուք պարտավոր եք այսօր գնալու ընտրությունների։ Գնալու եք ձեր խղճի, ձեր ազատ մտքով։ Այս ընտրությունները հազվադեպ ընտրություններից են, որի ժամանակ չեղավ ընտրակաշառք, եթե չհաշվենք շիբին բաժնելը, ինչև է բերեք, չմանգտնանք արդեն խոսացվել այդ ամեն ինչը։ Գնացեք ընտրեք այն մարդուն, ով կոնսերվատիվ գաղափարախոսություններ ունի, ընտանիք, հավատք, ում մեջ որ դուք տեսնում եք։ Գնացեք ընտրեք այն մարդուն, ում մեջ որ ռեֆորմատոր եք տեսնում, ով որ կարող է ռեֆորմ բերել քաղաքին։ Ես ինքս ձեզ կարող եմ մի բան խոստանալ։ Եթե մեր համայնքը կունենա նորմալ տղամարդ համայնքապետ, մեր համայնքում $1000 ամսական աշխարհավարձը պետք է լինի ոչ թե, չգիտեմ ինչ, անասանելի, չգիտեմ ինչ ճանապարհ, այդ դա պետք է լինի նորմ։ Մեր համայնքում ասֆալտապատած փողոցները պիտի չլինեն մեզ համար լավություն, այլ պետք է լինի նորմ։ Համայնքում չունենալ տնակներ, դա պետք է լինի նորմ, այլ ոչ թե, չգիտեմ, անասանելի։ Երկրաշարժ հիշեցնող կառույցներ պետք է չլինեն քաղաքում, քաղաքը պետք է լինի մաքուր։ Քաղաքը պետք է լինի լուսավոր և ազարտարված, դրա համար գնացեք ընտրեք այն մարդուն, ումից որ դուք ես ամենը կստանաք։ Ճանապարհները ես գիտեմ և կարող եմ շուտով կտամ ձեզ այդ ամեն ինչ, ուղղակի ժամանակի բերումով չեմ հասցնում, բայց ճանապարհները սաղ կան ժողովուրդ։ Ամենակարևոր խնդիրը, որից համայնքապետը պետք է կարճի և փոք չկա, ամենակարևոր գաղափարը դա դեմոգրաֆիան է։ Մեր ժողովրդի աճը։ Մնացածը աշխատանք է, որը կկատարվի 21-րդ դար է, որտեղ կա արդեն ChatGPT, չգիտեմ, կվանտովի ամեն ինչ կա։ Մենք պետք է ուղղակի վերցնենք այդ ամենը և կիրառենք մեր համայնքում։ Ոչ մի բան նոր հեծանիվ մտածելու կարիք չկա, աշխարհը մտածել է ամեն ինչ, մենք ուղղակի պետք է վերցնենք աշխարհի մտածածը, հարմարեցնենք մեր համայնքին և տեղադրենք, վсё, բան պետք չէ լինելու։ Եվ մի բան է խնդրեմ ձեզ, Գյումրին դա մի կակնկալեք որպես քաղաք, որը պլացդարմ է Նիկոլիս բռնելու, մի կերեկտիկ, Գյումրին ինքը պետք է եղնի լոկոմոտիվ, որը պետք է ամբողջ Հայաստանը զարգացնի իր հետևից։ Սրա համար ինձ պետք է մեկ բան, համայնքապետ, տղա, որը իր խոսքի տերը կեղնի։ Ինձ պետք է մի մարդ, որը կասի, հան հայ է, չեն չէ, վсё, ուրիշ բան պետք չէ ժողովուրդ։ Շատերի մոտ կարող է կարծիք կար, ես հաճույք կստանամ մարդկանց հետ կռվելուց, քննադատելուց, չէ ժողովուրդ, ես ավելի հաճույք կստանամ ստեղծելուց ու արարելուց։ Շատ հնարավորություններ կան, չգիտեմ, էֆիրներ անել, շատացնել, գովազդանել, ես դրա հետևից չեմ եկել, ես եկել եմ, որ երկիրը ծաղկի։ Ես չեմ եկել, որ ես PR-վիմ, ես աճիմ, ես եկել եմ, որ երկիրը աճի։ Իմ մոտեցումս, որ իմ հայրենիքս, իմ քաղաքս, իմ տունս ծաղկի։
Ես շատերից պես կործրել եմ ամեն ինչ, շատերից պես դուրս եմ գնացել, շատերից պես օտարապերում եմ ապրել եւ հասկացել եմ, թե ինչ բան է հայրենիքը։ Ես զրկվել եմ շատ բաներից այս կյանքում եւ նոր եմ հասկացել, թե ինչքան կարևոր բաներ ենք մենք կործրել։ Մի փորձեք տեխնատուներին կապել այս կամ այն ուժի հետ, փորձեք հասկանալ տեխնատուի գաղափարը, ռեֆորմատորը, չգիտեմ, կենտրոնամետը, ինչ ես մարդը, ով եք է։ Եվ այո, բոլորը դելեք գնացեք ընտրության, ժողովուրդ, խնդրանք, պահանջ։ Դուք իրավունք չունիք չեր տալու։ Որտեղ են ջահել տեղեկը գնացել ձեզ հիմար կյանք են տվել, որ դուք երտակ այսօր ընտրեք ու ձեր քաղաքի ապագան կառուցեք։ Դուք պետք է հեչ բանի չնայեք, եկուց երտակ ու ընտրեք 9 հոգուց է, 8 հոգուց է, 8 հոգու միջից 1 հոգում գնացեք ընտրեք։ Ընտրեք ու ձեր կյանքը դասավորեք։ Կարևորը ոչ թե այն մարդն ով որ կուկա տեղ կնստի, չնայած որ շատ կարևոր է, այլ պահանջատեր լինելն է։ Ես այդ պահանջատեր լինելու բերը վերցրել եմ իմ վրես այսօր։ Պահանջատեր լինելու բերը վերցնելով իմ վրես ես վատ կքնիմ, վատ կսնվիմ, վատ կապրիմ, երեխեքիս կկարոտնամ, ընտանիքիս կկարոտնամ։ Բայց ելեք գնացեք ու ընտրեք։ Ում կուզեք ընտրեք։ Ես իմ ընտրությանս մասին ձեզ առավոտ կսեմ հում եմ տվել իմ ձայնս։ Ու կբացատրեմ ինչի եմ տվել։ Միք նստեք տունը, պրոստը ելեք գնացեք ընտրության։ Ովքեր որ այս տեսանյութս կնայեն Գյումրիից դուրս, խնդրանք, հորդոր, ժողովուրդ, զանգեք ձեր ազգ ու բարեկամին, խնդրեք թողեր տան ընտրության։ Դուք այս 14 օրվա այս կռիվ դավիների մեջ տեսակ ով է արժանի, ով քարոզ արշավերավ հանգիստ բացատրեց մարդկանց հետ խոսած խոսույթ բերավ ցույց տվավ, ով խոստացավ զարգացում ֆայտոնավազքի լեդ կամերաների Հոլիվուդի միջոցով, ով իրա հստակ ծրագրերով ոչ մեկին վիրավորելով ուղղակի քայլելով գնաց մարդկանց հետ խոսալով բացատրելով որ գալուց հետո սա եմ անելու, ում մեղադրեցին, բայց նա անմեղ էր, ում քարկոծեցին, բայց նա չէր մեղավորը։ Այսօր օրն է ժողովուրդ, ելեք գնացեք ընտրության։ Ես առավոտյան կգնամ իմ ընտրությունս կանեմ եւ անպայման բոլորիդ կասեմ ում եմ ընտրել ես ու ինչու մար խորհուրդ կուտամ ձեզ էլ նույն բանն անել, բայց ելի կկրկնեմ, ամենակարևոր բանը գնացեք ընտրության, շատ կարևոր է։